Ընտիմության համար թիրախ կդառնա մայրաթոր Սուրբ Էջմիածինը, իշխանության համար թիրախ կդառնա մայրաթորի քահագալ Քարեքին երկրորդը։ Իսկ այս երկուքի մեջ գործվողը հայ ժողովուրդն է, որուն հավատքը եկեղեցվո հանդեպ սկսած է նվազիլ ոչ թե այսօրվա բայկարով, այլ նաև այն հանգամանքներով, որ տեղի ունեցան դարի առաջ Բագրատ Գալստանյան սրբազանի առաջնորդությամբ, որովհետև շատերուն համար եկեղեցվո միջամուխ լալը քաղաքական կյանքի մեջ ընդունելի չէ։ Սակայն իր գարքին եկեղեցին գարարգե է, թե մեր ժողովուրդը կգտնվի կահավեժի առջև եւ ադոր համար ստիպված է այդ բայկարին ցերկ տալու, մեկնելու կամ օրնելու նույնինքն Բագրատ սրբազանի շարժումը։ Այսօր այդ շարժումը գրեթե չկա, նոսրացած է, բայց նաև կտեսնենք, թե իշխանությունը թիդավորությամբ կփորձե այդ բայկարի, իր բայկարի ուղղությունը դանել դեպի մայրաթոր Էջմիածնի քաղաքալը։ Թե ինչ զարգացումներու առաջ պիտի երթանք, դա գավին հստակ չէ, սակայն բարձ հստակ գերեւի, որ երկու կողմերը հայրած են վերադարձի բոլոր կամուրջները։ Տեսնենք առաջիկային, թե ինչ զարգացումներու ականատեսը պիտի դառնանք, եւ այս բոլորը հետևեցեք մեր լուրերուն։